Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ հիմա անչափ կարեւոր հանդիպում է մեկնարկելու քիչ անց մեր YouTube կանալի եթերում։ Ajax ընդդեմ Նապոլի հանդիպումը կդիտենք այս 50 րոպեների ընթացքում։ Սա հիշեցնեմ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ դիմակայության առաջին հանդիպումն է այս թիմերի միջև։ Թիմերը արդեն խաղադաշտում են, եկեք արագորեն ծանոթանանք մրցող թիմերի մեկնարկային կազմերին ու սկսենք Ajax-ից։ Ալիկ Մուրադյանը պաշտպանում է դարպասը համար 1, նա նաև թիմի ավագն է, Մոս Բունյաթյան համար 4, Հարություն Իսկանդարյան համար 5, Պատվական Զալիբեկյան համար 6, Տիգրան Ալիխանյան համար 9, Արայիկ Ավետիսյան համար 10, Հովհաննես Իսկանդարյան համար 11, Վարուժան Խաչատրյան համար 23, Խորեն Հովհաննիսյան համար 88 եւ Դավիթ Հայրապետյան համար 90։ Նապոլի դարպասը պաշտպանում է Կամո Կլեչյանը համար 1, Կարո Պողոսյան համար 2, Վահե Միքայելյան համար 9, Կորյուն Վխիթարյան համար 12, Միքայել Արաբյան համար 13, Ռուբեն Ալումյան համար 17, Ռոբերտ Սահակյան համար 18, Բաղդատ Արաքելյան համար 22, Նարեկ Պողոսյան համար 23 եւ Միրան Գրիգորյան համար 77։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպան մեկնարկի համար։ Ես հիշեցնեմ, որ սա Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումն է, որտեղ երկու թիմերն էլ բնականաբար փորձելու են հաղթարել եզրափակիչի ուղեգիրը, մյուս զույգը կազմել են կիսաեզրափակիչի Բետիսը եւ Մայնցը, բայց 3 կայացած հանդիպումից հետո չասենք արդեն դա փաստ է, բայց մեծ հաշվով Բետիսը ապահովեց իր տեղը եզրափակիչում 9-4 հաշվով հաղթելով մրցակցին։ Իհարկե սա ֆուտբոլ է, ամեն ինչ հնարավոր է դեռ պատասխան խաղում փոխվի, բայց երեք շատ վստահ տեսք ունեին Բետիսի ֆուտբոլիստները ու կարողացան խոշոր հաշվով հաղթել կիսաեզրափակիչի դիմակայության առաջին հանդիպում։ Հիմա տեսնենք այսօր այս երկու թիմերը ինչ կմատուցեն մեզ։ Իսկանդարյանը հասցրեց գնդակը Հովհաննիսյանին ու կարող է մեկնարկում բացվել հաշիվը, բայց այստեղ Հովհաննիսյանը վրիպեց իրեն ընձեռնված առաջին իսկ հնարավորությունից ու չգրավեց դարպասը։ Այո, կարող է Ajax-ը հենց մեկնարկում առաջ հասնել հաշվի մեջ, բայց դա տեղի չունեցավ։ Հիմա արդեն տեսնենք Նապոլին ինչով կփորձի պատասխանել, առաջին վտանգավոր պահ այս խաղում ստեղծեցին Ajax-ի ֆուտբոլիստները։ Պողոսյան ու իրենից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, կտեսնենք եզրային նետում այստեղ Ajax-ի ֆուտբոլիստների կատարմամբ, բայց ուժեղ էր այս փոխանցում ու եզից արդեն կնետի Նապոլին։ Պողոսյան ստացվեց անցում կատարել դեպի Արաբյանը, փոխանցում տեսանք Արաբյանն էլ դեպի Գրիգորյանը փորձեց ավելացնել գնդակ այստեղ, բայց հաջող չստացվեց այս փոխանցումը։ Եզրային նետում հիմա կատարի Ալիխանյանը ուղարկում է գնդակը դարպասապահին ու խաղարկում են գնդակը Ajax-ի ֆուտբոլիստները։ Իսկանդարյան կարայո խաղի կանոնների խախտում Իսկանդարյանի նկատմամբ սուլեց մրցավարը։
Խորքից փոխանցում ենք տեսնում Իսկանդարյանի ուղղությամբ կարողացավ Իսկանդարյանը հաջող կասեցում կատարել ու Ավետիսյանին հասցեագրեց գնդակը Բունյատյան Հարություն Իսկանդարյանին ուղարկեց գնդակը վերջինս էլ խաղարկեց գնդակը այստեղ դարպասապա Մուրադյանի հետ ու քիչ էր մնում սխալվեր այստեղ Մուրադյանը բայց կարողացավ վերջին պահին ուղղել ամեն ինչ դրվագը իր օգտին վերածեց իհարկե հիմա եթե կարողանար այդ հնարավորությունից օգտվել Նապոլին առաջ կանցնել հաշվի մեջ, բայց Մուրադյանը դա թույլ չտվեց։ Հիմա հենց դարպասապա գնդակը կմտցնի խաղի մեջ։ Թողնում է գնդակը Բունյատյանին։ Բայց այստեղ Հովհաննիսյանի նկատմամբ ճնշում տեսանք մի քանի մրցակցի կողմից ու չհաջողվեց նրանց խլել գնդակը, իսկ այստեղ կար այո խաղի կանոնների խախտում Պատվական Զալիբեկյանի նկատմամբ ու ստանդարտ կիրացնեն Այաքսի ֆուտբոլիստները կա մրցավարի ցուցիչը Ավետիսյանն է գնդակի մոտ Բարձից փոխանցում դեպի Ալիխանյանը, բայց այստեղ Նապոլի ֆուտբոլիստները առաջինը արձագանքեցին գնդակին ու սկսում են իրենց հերթական գրոհը Իսկանդարյանը այստեղ կարողացավ հաջող խլում կատարել ու գրոհը տեղափոխեց դեպի ձախ, իսկան ով Հարություն Իսկանդարյան ուղարկում է գնդակը Ավետիսյանին Բունյատյան Իսկանդարյան, կրկին Ավետիսյան ու սա խաղի կանոնների խախտում էր, այո Այո, իսկապես երկու թիմերն էլ մինչ Կիսա եզրափակիչ հասնելը բավական բարդ ճանապարհ անցան Եվրոպա լիգայում խմբային փուլներ դժվար երկուսի համարել, բայց կարողացան պատով հաղթարել հետո քավոր եզրափակիչը հետևեց որտեղ Այաքսը կարողացավ հաղթարել Պարմայի արգելքը երկու խաղերի արդյունքում իսկ հետո էլ Նապոլին ուժեղ գտնվեց Մարսելից երկու խաղերում հաղթելով ընդհանուր 6-4 հաշվով ամեն խաղում հաղթեց Նապոլին 3-2 մրցակցին իսկ Այաքսը ուժեղ գտնվեց Պարմայից առաջին հանդիպումը հաղթելով 2-1 հաշվով հետո էլ կարողացավ առավելության հասնել արդեն պատասխան խաղում 5-0 հաշվով ու ընդհանուր դիմակայությունում գրանցվեց 7-1 հաշիվ այս թիմերի միջև անհամեմատ ավելի հեշտ կարողացավ հաղթարել իհարկե Կիսա եզրափակիչի ուղեգիր Այաքսը, բայց դա միայն հաշվի տեսանկյունից այս երկու թիմերը այնպես է որ այս պահին գտնվում են հավասար խաղամակարդակի վրա եւ նրանցից որ մեկն էլ կարողանա հաղթարել եզրափակիչի ուղեգիր կամ ով էլ կարողանա եզրափակիչում տոնել հաղթանակ կամ լքել պայքարը հենց այս փուլից իհարկե մեղադրել չես կարող երկու հավասար մրցակիցներ, բայց նրանցից մեկը իհարկե դիմակայությունը կլքի, մյուսը կշարունակի ճանապարհը դեպի եզրափակիչ։ Հիմա փոխանցում ենք տեսնում դեպի Միրան Գրիգորյանը, վերջինս հաջող կասեցում կատարեց ու դեպի առաջ փոխանցում, բայց Այաքսի պաշտպանները իրենց տեղում էին Կարո Պողոսյան չհաջողվեց այստեղ պայել գնդակը դաշտի սահմաններում Պողոսյանի մոտ ու Եզից գնդակը կմտցնի խաղի մեջ Հովհաննիսյանը, կատարում է եզրային նետում դեպի Բունյատյանը, Տիգրան Ալիխանյան և այստեղ Մուրադյանի կատարած փոխանցումը մի փոքր ուժեղ և անհաջող ստացվեց Նապոլին կնետի Եզից, Պողոսյանն է կատարում եզրային նետումը, բայց այստեղ Զալիբեկյանը խլեց գնդակը հետո կորցրին կրկին Այաքսի ֆուտբոլիստները գնդակը Պողոսյան կա փոխանցում դեպի Միրան Գրիգորյանով պատրաստ է արդեն եզրափակել այս փոխանցումը, բայց վերջի պահին Ալիխանյանը շեղեց գնդակի ուղղությունը, հիմա էլ արագ փորձեց հակագրոհ կազմակերպել Այաքսը ու չստացվեց Ալումյան այստեղ խանգարեց խաղանկերը գնդակին Իսկանդարյան
Ուղարկում է գնդակը Զալիբեկյանի ուղղությամբ, բայց Զալիբեկյանն էլ այստեղ չկարողացավ հաջող կացեցնել գնդակը այլապես ունենա շատ վտանգավոր դիրքում հարվածի հնարավորություն Նարեկ Պողոսյան գնդակով Պողոսյանը ուղարկում է խաղընկերոջ այստեղ Կորյուն Մխիթարյանն է ստացել գնդակը Ալումյան կրկին Գրիգորյանին գտավ իր եզրում Ալումյանը Մխիթարյան Եվ այստեղ Զալիբեկյանն է հաջող խլում կատարում Զալիբեկյան հաշիվը բացված է 1-0 Այաքսն առաջ է հասնում հաշվի մեջ Պատվական Զալիբեկյան 1-0 այո իսկապես շատ բարդ իրավիճակում կարողացավ խլել գնդակը մրցակցից ու ընկնելով հարված կատարեց դարպասի ուղղությամբ բացելով հանդիպան հաշիվ հիմա արագ Նապոլին նետվեց առաջ ու այստեղ չհետևեց հարված դարպասի ուղղությամբ Մուրադյան Խորեն Հովանեսյանին ուղարկեց գնդակը վերջինս շատ հաջող կերպով կարողացավ հիմա անցում կատարել ու սա խաղի կանոնների խախտում էր մնաց երկու մրցակցի Արանքում Հովանեսյանը Արագորեն հիմա խաղարկեց գնդակը բայց սուլեց մրցավարը պետք է ճիշտ կետից խաղարկել հիմա արդեն ամեն ինչ կարգին է ու գնդակը ստանում է Հարություն Իսկանդարյանը դեպի առաջ փոխանցում տեսանք բայց այստեղ Նապոլիի պաշտպանները առաջինը արձագանքեցին գնդակի Պողոսյանն էլ ուժեղ փոխանցումով գնդակ ուղարկեց Արաբյանի ուղղությամբ բայց գնդակին առաջինը հասավ Բունյաթյանը ու հեռացեց դաշտի սահմաններից անկյունային կիրասի հիմա Նապոլին Արաբյան կա փոխանցումը բայց ոչ ոք չարձագանքեց այս փոխանցմանը հիմա էլ Այաքսի արագ պատասխանին էինք հետևում բայց Իսկանդարյանի փոխանցումը Ասիատիրոջը չհասավ Կարո Պողոսյան եզրային նետում կկատարի հիմա Նապոլին Մխիթարյան ուղարկեց գնդակը Ալումյանին Սահակյանն էր գնդակով կրկին Ալումյան շարժվում է առաջ Ալումյանը լավ ազատվեց մրցակցի վերահսկողությունից Արաբյան բայց ինչու չկատարեց փոխանցում կրկին Ալումյանի ուղղությամբ Արաբյանը այստեղ Այնուամենայնիվ անկյունային հարվածի հնարավորություն վաստակել են Նապոլիի ֆուտբոլիստները Արաբյանն էլ գնդակի մոտ է Արաբյան կա փոխանցումը Գրիգորյանը փորձեց հարված կատարել չստացվեց իսկ Զալիբեկյանն էլ հեռացեց գնդակի Ալիխանյանը թիկունքին զարգացել արագություն պահեց գնդակը դաշտի սահմաններում բայց շատ հեռու թողեց իրենից Տիգրան Ալիխանյանը այո Այաքսի հիմա պրեսինգ է դիմում մրցակցի Տուգանայի հրապարակում ու Զալիբեկյանը նույն կերպով կրկնապատկում է Այաքսի առավելությունը 2-0 Պատվական Զալիբեկյան 2-0 այո նույն կերպով կարողացավ սահանգում կատարել Զալիբեկյանը ու խփեց շատ կարևոր գնդակ հիմա արդեն Այաքսը այս խաղում առաջին անգամ հաղթում է երկու գնդակի առավելությամբ ու տեսնենք ինչով կփորձի հիմա արդեն պատասխանել Նապոլին քանի որ բավական բարդ իրավիճակում է հայտնվել առաջին 10 րոպեներից հետո Պողոսյան Աշեզով շարժվում է առաջ բայց փոխանցումը չանցավ այստեղ Հարություն Իսկանդարյանից Եզիս կնետի Նապոլին Մխիթարյան դեպի առաջ փոխանցում կատարեց բայց այստեղ կրկին Հարություն Իսկանդարյանը առաջինը արձագանքեց գնդակին հիմա Բունյաթյանն է հաջող գործում ու խաղաց ձեռքով այստեղ Բունյաթյանը Տեսնենք այս Տուգանային ինչ կտա Նապոլին, այո իսկապես պրեսինգը տվեց իր արդյունքը Այաքսի գործողություններում գոլի դրվագում
մի քանի ֆուտբոլիստով մի անգամից ճնշում գործածեցին մրցակցի պաշտպանների նկատմամբ եւ դա իպես մրցակցին սխալվել։ Հիմա Արաբյանն է գնդակի մոտ, կա մրցավարի սուրիչը Արաբյան։ Հարվածը կա ու գնդակը դարպասում է 2-1 Նապոլին կրճատում է հաշվի տարբերությունը։ Բավական լավ իրացեց այստեղ Արաբյանը Տուգանային հարվածը ու կրճատեց հաշվի տարբերությունը Մուրադյանը ոչինչ անել չհասցրեց պարզապես շատ գեղեցիկ հարված տեսանք եւ իսկապես Արաբյանը շատ լավ էր նկատել բաց անկյունը 2-1 արդեն Նապոլին 1 գնդակ կարողացավ ետ բերել հիմա տեսնենք ինչ կփորձեն անել այս հաշվի պարագայում անկյունային հարված են վաստակում Այաքսի ֆուտբոլիստները Ավետիսյանն է գնդակի մոտ անկյունայինը իրացնելու համար կա մրցավարի սուրիչը Ավետիսյան բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ բայց Սահակյան այստեղ կարողանում է հեռացնել գնդակը Միրան Գրիգորյան Եզիս կնետի Նապոլին Սահակյան ու այստեղ թիկունքից հարված ստացավ Սահակյանը Հայրապետյանի կողմից եւ ստանդարտ իրացնեն Նապոլի ֆուտբոլիստները արագորեն խաղարկում են գնդակը Միրան Գրիգորյան բայց այստեղ հաջող խմբում կարողացավ կատարել Խորեն Հովանեսյանը Իսկանդարյանն է շարժվում առաջ Իսկանդարյան հարվածը թույլ էր այո այստեղ Իսկանդարյանի կատարած հարվածը թույլ ստացվեց ու Դարպասապահը կարողացավ վերցնել գնդակը դուրս է եկել գնդակը սահմաններից Եզրային նետում կտեսնենք Հայրապետյան ու հիմա արդեն գնդակը կլինի Նապոլիինը Պողոսյան ուղարկում է գնդակը Արաբյանին ու կար խաղի կանոնների խախտում այո այստեղ Արաբյանի դեմ պայքարում թիկունքից հրեց Բունյաթյանը նրան Տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Նապոլին, հիշեցնեմ, որ Նապոլին Տուգանայինից կրճատեց հաշվի տարբերությունը, հիմա ճիշտ է դիտքը այնքան էլ հարմար չէ Արաբյանին աջ ոտքով հարված կատարելու համար, բայց կարծես ձախով են ապատրաստվում, ոչ աջ ոտքով հարվածեց ու այստեղ Մուրադյանը արդեն հեռացեց գնդակը դեպի անկյունային Տեսնենք ինչպես կխաղարկեն անկյունայինը Նապոլի ֆուտբոլիստները Կարո Պողոսյանն է գնդակի մոտ Պողոսյան բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ բայց այստեղ երկրորդ հարգում ավելի լավ գործեցին Այաքսի ֆուտբոլիստները հիմա Պրեսինգի շտորիվ կրկին խլում է գնդակը Այաքսը վտանգավոր է Հայրապետյանն է աչեզում հասնում գնդակին բայց այստեղ Ալումյանը հասցրեց հեռացնել գնդակը դաշտի սահմաններից ու Եզիս կնետեն արդեն Այաքսի ֆուտբոլիստները Փոփոխություն այս ընթացքում տեղի կունենա Նապոլի կազմում կրկնակի փոփոխություն նոր դրանից հետո արդեն կարող են շարունակել հանդիպումը հիմա արդեն ամեն ինչ կարգին է Ալիխանյան այստեղ փոխանցում կատարեց բայց հեռացեցին Նապոլի ֆուտբոլիստները գնդակը Մուրադյան դեպի Բունյաթյանն ուղարկեց գնդակը Ալիխանյան բայց գնդակը Տիգրան Ալիխանյան այստեղ դաշտի սահմաններում ու ստացավ հարված ոտքին Արաբյանի կողմից Ալիխանյան կրկին Բունյաթյան բայց սխալվեցին հիմա Այաքսի ֆուտբոլիստները պաշտպանությունից դուրս գալուց վտանգավոր գրոհի անցել Նապոլին Արաբյան հարված բայց այստեղ
Չհասավ Գրիգորյանը գնդակին, այո, Արաբյանը հարված է փորձում կատարել, ստացեց փոխանցում։ Իհարկե չէր նկատել Գրիգորյանի առաջ խաղացումը, այլապես այլ կերպ կկատարել այս փոխանցումը Միքայել Արաբյանը։ Հիմա քիչ էր մնում կրկին սխալվեին Այաքսի ֆուտբոլիստները պաշտպանությունից դուրս գալուց, բայց Ավետիսյանը մնաց գնդակով։ Իսկանդարյան շարժվում է առաջ, Այաքսը վտանգավոր է, Արայիկ Ավետիսյան ուղարկեց գնդակը այստեղ Խորեն Հովանեսյանի ուղղությամբ, Հովանեսյանն էլ հերվից է հարվածում դարպասի ուղղությամբ, բայց մի փոքր շեղությամբ է ընթանում գնդակը։ Սահակյան, այո, արդեն Նապոլին պետք է պաշտպանությունում ավելի ուշադիր փորձի գործել, քանի որ երկու դրվագում էլ շատ գեղեցիկ կերպով Զալիբեկյանը օգտվեց իր ընձեռնված հնարավորությունից։ Հիմա Մուրադյանը խաղարկում է Բունյակյանի հետ գնդակը։ Արայիկ Ավետիսյան թողեց այստեղ Ալիխանյանին գնդակը, վերջինս էլ ուժեղ հարվածով գնդակը հասցեագրում է դեպի Իսկանդարյանը, բայց ոչինչ անել այստեղ Իսկանդարյանը չէր կարող, շատ բարդ էր իրավիճակում, Մխիթարյանը ունի առավելություն այս դրվագում։ Հասցրեց այստեղ Սահակյանը փոխանցում կատարել, Միլան Գրիգորյան հերվից հարվածում, Մուրադյանը հետ է մղում այս անգամ գնդակը, ևս մեկ անկյունային կիրասի Նապոլին։ Տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Նապոլի ֆուտբոլիստերին, Միքայելյանն է գնդակի մոտ, կա մրցավարի սուրիչը Վայե Միքայելյան, Բարսից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ Բունյակյանը խանգ արեց այնուամենայնիվ Միլան Գրիգորյանին հարված կատարելուն։ Իսկանդարյան սխալվեց այստեղ, Պողոսյանը տիրեց գնդակին, Սահակյան, կրկին Պողոսյան, աջ է ուղարկում գնդակը, որտեղ Վայե Միքայելյանն է։ Տեսնենք ինչ կորոշի Վայե Միքայելյանը, բայց այստեղ մի համուր ուժերով Այաքսի ֆուտբոլիստները խլեցին գնդակը մրցակցից ու վերջինս էլ գնդակը դուրս եկավ հենց Վայե Միքայելյանից դաշտի սահմաններից, հարված կլինի Մուրադյանի պաշտպանած դարպասից։ Բունյակյան այստեղ ուժեղ փոխանցում կատարեց առաջ ու գնդակը դիպավ, այո, Սահակյանի ձեռքին։ Վտանգավոր է Խորեն Հովանեսյան, հարվածու հիմա գնդակը հրաշքով չի հայտնվում միայն Նապոլի դարպասում։ Այո, Խորեն Հովանեսյանի նմանատիպ մոտ տարածություններից հատկապես իհարկե Հովանեսյանը ամեն դիրքից էլ վտանգ սպառնում է մրցակիցների համար, բայց մոտ տարածությունից այդպիսի իրավիճակներում պետք չէ հարվածի հնարավորություն տալ, քանի որ եթե առաջին դեպքում ոչ, ապա երրորդ հնարավորությունից միանշանակ կարող է օգտվել Հովանեսյան։ Հիմա փոխանցում հետևեց, Նապոլի պաշտպանները հեռացին գնդակը, Իսկանդարյան, բայց այստեղ Միքայելյանն է խլում գնդակը, Բունյակյանն էլ հեռացեց, կասի գնդակի Խաչատրյանը իհարկե ու շատ հաջող կերպով ազատվեց գնդակից, ուղարկելով Ավետիսյանին կրկին Խաչատրյան, բայց դուրս եկավ արդեն գնդակը դաշտի սահմաններից ու հարված կլինի Նապոլի դարպասից։ Պողոսյան, աչ եզրում է Պողոսյանը, գտավ կենտրոնում Սահակյանին, Միլան Գրիգորյանը շատ հաջող իրավիճակում ստանում գնդակը, Կարո Պողոսյան, հարված Մուրադյանը հետ մղեց, Արաբյանի հարվածից հետո էլ պաշտպանները մի ամուր ուժերով Բունյակյանն ու Ալիխանյանը, եթե չեմ սխալվում, այո, Բունյակյանն էր առաջինը արձագանքեց գնդակին, թույլ չտալով Արաբյանի կատարած հարվածը հայտնվի դարպասում։ Հիմա ևս մեկ հարված ենք տենում դեպի Մուրադյանի դարպասի ուղղությամբ, բայց բարձր է ստացվում այստեղ Նապոլի 22 համարի կատարած հարվածը։ Բագրատ Արաքելյանն էր հայտնվել հարվածային դիրքում։ Իսկապես հիմա Այաքսը փրկվեց իհարկե երրորդ գնդակը բաց թողնելուց, Նապոլին ուներ իրատեսական շանս, բայց Բունյակյանը ու Մուրադյանը մի ամուր ուժերով թույլ չտվեցին դա տեղի ունենա։
Կա մրցավարի սուրիչը, Մուրադյանը վերջում է հանդիպում ուղարկելով գնդակը Տիգյան Ալիխանյանի ուղղությամբ Ավետիսյան, կրկին Մուրադյան ու այստեղ հաստրեց Մուրադյանը հեռացնել գնդակը Հունյաթյան, բայց հիմա Նապոլին վաստակում է եզրային նետման հնարավորություն Տեսնենք, եթե կարողանա Նապոլին հավասարեցնել հանդիպան հաշիվը մինչ ընդմիջման գնալը, որին բավական քիչ խաղաժամանակ է մնացել, ապա շատ ավելի վստահ կարող է զգալ իրեն երկրորդ կեսում, բայց 1 րոպեից մի փոքր քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպան ավարտին փոխարենը Իսկանդարյանն է գրավում Նապոլի դարպասու Այաքսին կրկին տալիս 2 գնդակի առավելություն 3-1 Հովհաննես Իսկանդարյան 3-1 այո արդեն Այաքսը նորից ստանում է 2 գնդակի առավելություն ու կրկին հակագրոյի շնորհիվ Պողոսյան հիմա արդեն Նապոլին ավելի բարդ իրավիճակում հայտնվեց քան Առաջին 2 բաստողած գնդակից հետո, քանի որ հիմա արդեն ընդմիջում գնալուց առաջ բաստողեցին գնդակ, գոլ միջև ընդմիջում, իհարկե ինչպես ասում են ֆուտբոլում։ Ու տեսնենք այս գրոհը նախ ինչ կտա Նապոլիին, ոչինչ Գրիգորյանը չկարողացավ հաջող կհասցնել գնդակը։ Ու հարված կլինի Մուրադյանի պաշտպանած դարպասից։ Իսկանդարյան Կատար ես փոխանցում դեպի Ավետիսյանը Բայց առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվեց 3-1 հաշվով կարճ դադար, որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլիստներ, մենք վերադառնում ենք միասին դիտելու Այաքսն դեմ Նապոլի Եվրոպա լիգայի շրջանակներում ընթացող հանդիպման Երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո Այաքսը հաղթում է 3-1 հաշվով մրցակցին Նախ Զալիբեկյանը դուբլ գրանցեց իր անվան դիմաց հետո Տուգանայինից հարվածով Արաբյանը կրճատեց հաշվի տարբերությունը, բայց խաղակեսի վերջի րոպեին Իսկանդարյանը կրկին 2 գնդակի առավելություն տվեց Այաքսին ու հիմա արդեն տեսնենք երկրորդ խաղակեսում Թիմերը ինչպիսի ֆուտբոլ կցուցադրեն մեզ, եկեք եւս մեկ անգամ հայացք նետենք թիմերի հայտարարություններին, սկսենք Այաքսից Ալիկ Մուրադյան ով թիմի ավագն է նաև պաշտպանում է Այաքսի դարպասը համար 1, Մոս Բունյաթյան համար 4, Հարություն Իսկանդարյան համար 5 Այստեղ այս հակագրոյից հետո խոսեմ այդ մասին, Խորեն Հովհաննիսյանն է աջ եզրով հիմա շարժվում առաջ, կհասնի իհարկե գնդակին, պայեց գնդակի մոտ Հովհաննիսյանը, Ավետիսյան Կա փոխանցում, բայց այստեղ Պողոսյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու կտեսնենք երկրորդ խաղակեսում առաջին անկյունային հարվածը, որը կիրացնեն Այաքսի ֆուտբոլիստները Պատվական Զալիբեկյան համար 6, Տիգյան Ալիխանյան համար 9, Արայիկ Ավետիսյան համար 10, Հովհաննես Իսկանդարյան համար 11, Վարուժան Խաչատրյան համար 23, Խորեն Հովհաննիսյան համար 88, Իսկանդարյան հարված ու այստեղ գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ։ Այո, կրկին Այաքսը ակտիվ է մեկնարկել ինչպես առաջին այնպես էլ երկրորդ խաղակեսը։ Շարունակեմ ծանոթացնել կազմը եւ Դավիթ Հայրապետյան համար 90 Կամո Կլեկչյանը պաշտպանում է Նապոլի դարպասը համար 1, Կարո Պողոսյան համար 2, Վահե Միքայելյան համար 9, Կորյուն Մխիթարյան համար 12, Միքայել Արաբյան համար 13, Ռուբեն Ալումյան համար 17
Ռոբերտ Սահակյան համար 18, Բագրատ Արաքելյան համար 22, Նարեկ Պողոսյան համար 23 եւ Միլան Գրիգորյան համար 77։ Այսպիսի կազմ ունի Նապոլին այս հանդիպման համար։ Ես հիշեցնեմ, որ սա Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ հանդիպում է, դիմակայության առաջին հանդիպումը, որտեղ առաջի կեսից հետո հանդիպման հաշիվը 3-1 է օգուտ Այաքսի ֆուտբոլիստերի, մյուս զույգը ձևավորվել է Բետիսի ու Մայնցի միջև, որտեղ 3 կայացած հանդիպումից հետո շատ խոշոր հաշվով հաղթանակ տոնեց Բետիսը 9-4 հաշվով հաղթելով մրցակցին եւ այս երկու հանդիպումների ընդհանուր դիմակայությունում կորոշվի եզրափակիչի զույգը։ Խաղարկում են գնդակը Նապոլիի ֆուտբոլիստները։ Սահակյան խորքից փոխանցում ենք տեսնում դեպի առաջ, բայց այս փոխանցում ուժեղ ստացվեց, իսկ Տիգրան Ալիխանյանն էլ շահեց դիրքը թույլ տալով մրցակցին հասնելու այս գնդակին, հարված կլինի Մուրադյանի դարպասից։ Խաղարկում է Մուրադյանը գնդակը Հունյացյանի հետ, Խորեն Հովանիսյան շատ լավ գրոհ է ձեռնարկել Այաքսը, բայց այստեղ Խաչատրյանի փոխանցումը չանցավ դեպի Իսկանդարյանը ու Նապոլին գնդակի վերահսկողությունը վերցնում է իր ենթակայության տակ, Կարո Պողոսյան դեպի ձախ փոխանցումը հետևեց Արաքելյանն էլ ուղարկեց գնդակը Նարեկ Պողոսյանին, Պողոսյան լավ շրջվեց այստեղ, կրկին Արաքելյան Տեսնենք այս գրոհ ինչ կտա Նապոլին, բայց այստեղ Ալիխանյանն է համառորեն պայքարում մրցակցի դեմ թույլ չտալով գրոհ ձեռնարկել, հիմա կա փոխանցումը Միքայելյան, բայց Ալիխանյանը խլեց գնդակը ու Ավետիսյանը հասցրեց փոխանցում կատարել, բայց կրկին գնդակը Նապոլիի մոտ է Սահակյան, կա փոխանցումը դեպի Նարեկ Պողոսյանը, վերջինս էլ հարվածում է դարպասի ուղղությամբ, բայց Մուրադյանը տեղում էր ու առանց որևէ խնդիրների վերցրեց գնդակը։ Խաչատրյան խլեցին այստեղ գնդակ Այաքսի ֆուտբոլիստները, Իսկանդարյանն շարժվում առաջ, գուցե հեռվից փորձի, ոչ, Տիգրան Ալիխանյանին կատարեց փոխանցում, բայց Ալիխանյանի կատարած փոխանցումից հետո ոչ ոք չարձագանքեց այս գնդակին։ Ու ես իսկ կնետին Նապոլիի ֆուտբոլիստները կա մրցավարի սուլիչը Միլան Գրիգորյան հեռու թողեց այստեղ մի փոքր իրենից Գրիգորյանը գնդակը, բայց այստեղ չկարողացան հակագրոհ կազմակերպել, հետո էլ Պողոսյանը խախտեց խաղի կանոնները մրցակցի նկատմամբ։ Իսկանդարյանն է գնդակի մոտ, կա մրցավարի սուլիչը, Բարսից փոխանցում դեպի Մոս Բունյակյանը, բայց չհասավ գնդակին այստեղ Այաքսի պաշտպանը, շատ ուժեղ էր փոխանցումը։ Ագատ Արաքելյան Արաբյանին նկատեց, բայց այստեղ Արաբյանի փոխանցումը չստացվեց, հետո էլ Ալիխանյանը ապահովության համար գնդակը հեռացեց դաշտի սահմաններից։ Կրկին Արաքելյանն է գնդակով, հետ փոխանցում դեպի դարպասապա Կլեկչյանը տեսանք, Կլեկչյան նորից Արաքելյանի հետ խաղարկեց գնդակը, բայց հիմա կրկին գնդակը Այաքսի ֆուտբոլիստերի մոտ է, Ալիխանյանը հասցնում է գնդակը Իսկանդարյանին, Խորեն Հովանիսյան գուցե պատտեսի հեռվից Հովանիսյանը կա արվածը, բայց Կլեկչյանը հաջող գործեց այս դրվագում, հիմա Ալիխանյանը խլում է գնդակը ու ինքն էլ հեռվից արվածում, բայց Կլեկչյանը հաստրել է արդեն վերադասավորվել։
Արաքելյան Ալիմյանը ուղարկում գնդակ իսկ Իսկանդարյան այստեղ շահեց զիրքը հետո էլ խլեց գնդակը պատվական Զալիբեկյան գեղեցիկ էր Զալիբեկյան չկար արդյոք այստեղ խաղի կանոնների խախտում կար Զալիբեկյանի դեմ պայքարում ու դեղին քարտ հիմա Նապոլի ֆուտբոլիստին խաղի կանոնները խախտելու համար Տեսնենք այս տուգանային ինչ կտա Այաքսին կա մրցավարի Սուլիչը Իսկանդարյանն է գնդակի մոտ հարվածում է դարպասին բայց պատը իր վրա ընդունեց գնդակը հետո էլ Զալիբեկյան այստեղ խախտեց խաղի կանոնները ու կստանա դեղին քարտ Հիմա հարված կլինի Նապոլիի դարպասից իհարկե տուգանային հարվածի մասն է խոսքը կարող խաղի կանոնների խախտում դարպասապայի դեմ պայքարում Հիմա Զալիբեկյանն է գնացել պրեսինգի բայց այստեղ հասցրեց Պողոսյանը ազատվել գնդակից ու կատարել փոխանցում Եզրային է տուկ իրացնի հիմա Նապոլիի ֆուտբոլիստները Խորքից փոխանցում, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու հարված կլինի Ալիկ Մուրադյանի պաշտպանած դարպասից Զալիբեկյան չէր հասնի այս գնդակին ուժեղ ստացվեց մի փոքր անհարմար այդ փոխանցումը եւ եզից կնետեն արդեն Նապոլիի ֆուտբոլիստները Բողոսյան Ասրեց այստեղ ավելացնել գնդակին, բայց Ալիխանյանն իր տեղում է Խորեն Հովանիսյան լավ էր նկատել խաղընկերոջ առաջ խաղացումը, բայց փոխանցումը մի փոքր թույլ ստացվեց ու հիմա Նապոլին պատասխան գրոյին է նետվել Արաբյան վտանգավոր է Արաբյան ուղարկում է գնդակը Ալումյանին գուցե արված հետևի դարպասի ուղղությամբ բայց այստեղ փոխանցում էր հետևում ու շատ թույլ ստացվեց այս փոխանցումը Մուրադյանն էլ առանց որևէ խնդիրների տիրեց գնդակին Խորեն Հովանիսյան Գտավ Իսկանդարյանին պատասխան փոխանցումներ ուղղված դեպի Հովանիսյանը, բայց չանցավ Իսկանդարյանի կատարած փոխանցումը, գնդակը հիմա Նապոլիի ֆուտբոլիստերի մոտ է, բայց Ալիմյանի կատարած փոխանցմանը չհասավ Վայ Միքայելյան ու Եզրային նետում է նշանակել մրցավարը Այաքսի օգտին Իսկանդարյանը նետում է գնդակը Բունյաթյանին, վերջինս էլ ուժեղ հարվածով ուղարկեց գնդակը առաջ, բայց այստեղ Արաքելյանը չհասցրեց հեռացնել գնդակը ու այս հնարավորությունն էլ չկարողացավ օգտվել Դավիթ Հայրապետյանը խախտելով խաղի կանոնները Արաքելյանի նկատմամբ Կա մրցավարի Սուլիչը Պողոսյան խորքից փոխանցում ենք տեսնում դեպի Արաբյանը, բայց Բունյաթյանը խլեց այստեղ գնդակը մրցակցից Իսկանդարյան գուցե փոխանցի Հովանիսյանին կա փոխանցումը Խորեն Հովանիսյան բարձր է ստացվում հարվածը Գրիգորյան Շարժվում է առաջ Միրան Գրիգորյանը, բայց փոխանցումը ուժեղ ստացվեց այստեղ ու կրկին Մուրադյանը գնդակը մտցնում է խաղի մեջ ուղարկելով Տիգրան Ալիխանյանին առայժմ չունենք երկրորդ խաղակեսում խփված գնդակ Բայց այստեղ Նապոլին կրկին կարողանում է խլել գնդակը մրցակցից Արաքելյանն էլ փորձեց ձեռվից հարված կատարել չանցավ գնդակը իսկ Ալումյանի այս փոխանցումը անհասցե է ստացվում եւ նորից գնդակը խաղի մեջ է մտցնում Այաքսի դարպասապան Մուրադյանը կար խախտում Հովանիսյանի դեմ պայքարում
Հայրապետյան, տեսնենք։ Ստեղ կորց ես գնդակը Հայրապետյան ու Միրան Գրիգորյանն է սկսում Նապոլի հերթական գրող ձախ եզրով բայց հեռու թողեց այստեղ իրենից գնդակից Բունյատյանը բավական գերազանց պաշտպանվեց այս դրվագում։ Իսկանդարյան կփորձի հասնել այս գնդակին։ Եզրային նետում կտեսնենք։ Արաքելյան Ալիխանյանը արձագանքեց այս գնդակին Խորեն Հովհաննիսյան թողնում է Իսկանդարյանին ու խաղարկում են հիմա գնդակը արդեն Այաքսի ֆուտբոլիստները 10 րոպե մինչ հանդիպան հիմնական ժամանակի ավարտը ու տեսնենք դա ինչ կտա երկու թիմերին էլ նախ առաջին իսկապես մտահոգվելու տեղ ունի այս դիմակայությունում այս պայդրությամբ Նապոլին քանի որ երկու գնդակ զիջում է մրցակցին իսկ Այաքսին գնալ այս հաշվի պարագայում մաղթողի կարգավիճակում ու ներկանալ պատասխան հանդիպանը երկու գնդակի առավելությամբ կարծում եմ բավարար է Հիմա Իսկանդարյանի փոխարեն հանդիպումը կշարունակի Ավետիսյանը կրկնակի փոփոխություն է տեղի ունենում Այաքսի կազմում Հայրապետյանի փոխարեն էլ Խաչատրյանը վերադարձավ խաղադաշտ ու Նապոլին սկսում է իր հերթական գրողներից մեկը Արաքելյան բայց չանցավ այս փոխանցումը ու կարող են արագ հակագրող կազմակերպել Այաքսի ֆուտբոլիստները Խաչատրյանն է ստանում գնդակը բայց ընկավ գրոհի տեմպը չնայած շարունակվում է ձախ եզրով գրողը Այաքսի իսկ այս հարվածը պարզապես մի փոքր բարդ անկյունից ստացվեց ու Կլեչյանը առանց որևէ խնդիրների տիրեց գնդակին եզրից կնետի Նապոլին Պողոսյան բայց ուժեղ էր այս փոխանցումը ու ոչ ոք հասնել չէր կարող գնդակին Ալիխանյանին է ուղված գնդակը, բայց Գրիգորյանը այստեղ փորձեց խլում կատարել չնայած շտացվեց եւ հեռացեց գնդակը հարված կլինի կրկին Այաքսի դարպասից Ալիխանյան Գրիգորյանն է այստեղ գեղեցիկ անցում կատարում մնաց գնդակով Գրիգորյանը բայց փոխանցումը փակեց Մոսբունյատյանը Պողոսյան երկրորդ տեմպով կգրոհի հիմա Նապոլին Արաբյան այստեղ էլ Բունյատյանն է հեռացնում գնդակի իսկապես եթե հարված է Արաբյանը ապա շատ վտանգավոր կլիներ Արաբյանի կատարած հարվածը քանի որ արդեն հարմարացել է գնդակի իրեն բայց վերջի պահին Բունյատյանը գեղեցիկ կերպով գործեց ու հեռացրեց գնդակը Կարո Պողոսյան Միրան Գրիգորյանին կատարեց փոխանցում մնաց գնդակով Գրիգորյանը Նարեկ Պողոսյան վտանգավոր է բայց այստեղ կրկին Մոսբունյատյանն է հաջող պաշտպանվում Իսկանդարյան այստեղ մի փոքր շտապեց Իսկանդարյանը չնայած գնդակը մնաց Այաքսի ֆուտբոլիստերի մոտ բայց Հայրապետյանն էլ այստեղ չհասցրեց փոխանցում կատարել Ավետիսյանի ուղղությամբ ու հիմա Նապոլին է ներկվում առաջ Պողոսյանը կհասցի այս գնդակին, այո հասավ ու պայեց այն դաշտի սահմաններում գեղեցիկ էր, բայց Ալիխանյան այստեղ շահեց դիրքը բավական գեղեցիկ կերպով։ Սահակյան երկրորդ տեմպով է գրում Նապոլին Սահակյան, Պողոսյան, բայց ուժեղ էր այս փոխանցումը, պարզապես եւ եզրից կնետեն արդեն Այաքսի ֆուտբոլիստները։ Արայիկ Ավետիսյան
հետ փոխանցում դեպի Բունյատյանը, վերջից էլ ուժեղ հարվածով գնդակը ուղարկում է առաջ, այստեղ հաջող խլում կատարեց Զալիբեկյան, հարված դեպի դարպասի ուղղությամբ, բայց այստեղ վերջին պահին պաշտպանը շեղեց գնդակի ուղղությունը ու կտեսնենք եւս մեկ անկյունային Այաքսի կատարմամբ։ Ավետիսյանն է գնդակի մոտ, տեսնենք այս անկյունայինը ինչպես կխաղարկի, Այաքսը կա մրցավարի Սուլիչը, Ավետիսյան բարձից փոխանցում, Բունյատյանը փորձեց հասնել, բայց թույլ չտվեց հարված կատարել նրան, Սահակյանը հիմա աջ եզրով է ընթանում Այաքսի գրով, պատվական Զալիբեկյան եզրային նետում իրացնի Այաքսը, արագորեն մտցրեց գնդակը Զալիբեկյանը խաղի մեջ, բայց այն բաժին հասավ Նապոլիի ֆուտբոլիստերին, հիմա Արաբյանն ու Ալիխանյանն են պայքարում միմյանց դեմ, Արաբյանը հեռու թողեց իրենից գնդակը, իսկ Բունյատյանը այստեղ չափազանց վստահ կերպով փակեց Արաբյանի առաջ խաղացումը ու հարված կլինի կրկին Ալիկ Մուրադյանի դարպասից, այո 5 րոպեից մի փոքր ավել ժամանակ է մնացել հանդիպման ավարտին, գումարած որքան կփոխհատուցի մրցավարը իհարկե Ալունյան Սահակյանին է ուղարկում գնդակը, բայց այստեղ գեղեցիկ խլում կատարեց Իսկանդարյանը, Հայրապետյան կա փոխանցումը, Զալիբեկյան կարող էր հետրիկի հեղինակ դառնալ այստեղ պատվական Զալիբեկյանը, բայց հարվածը չստացվեց, իսկ այստեղ գնդակը դիպավ Իսկանդարյանի ձեռքին։ Պողոսյան խաղարկում է գնդակը Նապոլին, Միդան Գրիգորյան շատ գեղեցիկ կերպով թողեց գնդակը Վայե Միքայելյանին ու միանում է գրոհին, հենց Գրիգորյանը Միքայելյան ինքն էլ հարվածեց ու դարպասածողն հիմա օգնության գալիս Այաքսին։ Այո, լավ հնարավորություն հիմա ուներ Նապոլին եւս մեկ անգամ կրճատելու հաշվի տարբերությունը, բայց Միքայելյանի կատարած հարվածից հետո գնդակը չհայտնվեց Այաքսի դարպասում։ Հովանեսյան մնաց գնդակով խորեն Հովանեսյանը լավ ներանցում է, կա փոխանցում դեպի Ավետիսյանը, բայց այստեղ չկողմնորոշվեց Արայիկ Ավետիսյանը հարված կատարելու գործում ու գնդակը իրենից հեռու թողեց։ Կարո Պողոսյան Նապոլին արագորեն խաղարկում է գնդակը ու սկսում է իր հերթական գրոհներից մեկը։ Արաքելյան այստեղ Զալիբեկյանը կրկին նույն ոճով փորձեց խլել գնդակը մրցակցից, ինչ առաջի խաղակեսի 2 դրվագում կատարեց, որից հետո գրանցեց դուբլ իր անվան դիմաց։ Նարեկ Պողոսյան դեպի առաջ փոխանցում կատարեց, չկային տարբերակներ, իհարկե ճիշտ որոշումը տրեց այստեղ Նարեկ Պողոսյանը, քանի որ թիկունքից ճնշում է մրցակիցը նրան, Մուրադյան կա փոխանցումը դեպի Ալիխանյանը, դեպի ձախ Արայիկ Ավետիսյան, բարձից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ առաջինը Նապոլիի պաշտպաններն են, ովքեր կարողացան միամուր ուժերով չեզոքացնել մրցակցի գրոհը, այստեղ էլ Միդան Գրիգորյանը վերջին պահին չկարողացավ հարված կատարել, խանգարեց մրցակիցը նրան, Արայիկ Ավետիսյան ուղարկում է գնդակը Բունյատյանի ուղղությամբ ու առաջ փոխանցում տեսանք Իսկանդարյան հիմա լավ գործեց դաշտի միջին հատվածում, Տիգրան Ալիխանյան, կրկին Բունյատյան, բայց այստեղ մի փոքր անհաջող ստացվեց փոխանցումը, չնայած Ալիխանյանը հասավ ու պայեց գնդակը դաշտի սահմաններում, Բունյատյան դեպի առաջ փոխանցում տեսանք ու Իսկանդարյանն է հիմա շարժվում առաջ կենտրոնում գա Խորեն Հովանեսյանը կատարեց փոխանցում Հովանեսյանին, վտանգավոր է Խորեն Հովանեսյանն ու կրկին բարձր է ստացվում Հովանեսյանի կատարած հարվածը։ Այո, որքան լավ հնարավորություններից չօգտվեց Այաքսը այս վերջին մի քանի րոպեների ընթացքում, հիմա կրկին Ալիխանյանը խլեց գնդակի թիմի համար, պատվական Զալիբեկյան, բայց այստեղ սխալվեց Զալիբեկյանը փոխանցում կատարելու ժամանակ, ինչը այստեղ կար այո խաղի կանոնների խախտում,
Բունյաթյանի կողմից ու տեսնենք այս ստանդարտը ինչ կտա հիմա Նապոլին կրկին Արաբյանն է գնդակի մոտ թողեց այս անգամ կարծես գնդակ Արաբյանը Միլան Գրիգորյանին, այո։ Եվ տեսնենք Գրիգորյանի հարվածը ինչպես կստացվի, իհարկե նա նույնպես կարողանում է բավական հեռահար տարածություններից հոցել մրցակցի դարպասը, հիմա կա մրցավարի սուրիչը Միլան Գրիգորյանն է հարվածում ու այո գնդակը դարպասում հայտնվեց 3-2 Նապոլին 1 գնդակ է բաժանում հիմա հաշվի հավասարությունից։ Միլան Գրիգորյան 3-2 իսկապես բավական գեղեցիկ հարված կատարեց Գրիգորյանը ու այստեղ ոչ ոք ոչինչ անել չէր կարող, պարզապես գնդակի հետագից այնպես ընթացավ, որ ոչ ոք չէր էլ կողմնորոշվի, որ կողմ կընթանար գնդակի հիմա, անկյունային հարված կիրասնի Նապոլին, այո, մի փոքր ուճապ առաջացավ հիմա Այաքսի պաշտպանությունում ու տեսնենք այս անկյունային ինչ կտա Նապոլին, այո ստանդարտները այսօր օգնության գալիս են Նապոլին 2 գոլ 2 էլ տուգանային հարվածից, եթե առաջի կեսում Արաբյանը գրավեց մոտ տարածությունից դարպասը, ապա հիմա Միլան Գրիգորյանի կատարած հարվածը բավական հեռու տարածությունից էր, հիմա կրկին Գրիգորյանն է գնդակով Գրիգորյան այստեղ չստացվեց փոխանցում կատարել, հեռացեց Բունյաթյանը գնդակը, բայց ոչ այնքան հեռու։ Կարո Պողոսյան, անցումը ստացվեց այստեղ Պողոսյանի, հարված ու 3-3 Նապոլին հավասարեցնում է հանդիպան հաշիվը։ 3-3 ինչ հանդիպման ավարտ ունեցանք, իսկապես 2 րոպեում կարողացան 2 գնդակ խփել Նապոլիի ֆուտբոլիստները, ամբողջ հանդիպումը պարտվում են 3-1 Հաշվով իհարկե երկրորդ խաղակեսի մասին է խոսքս, դեռ առաջի կեսում կարողացել էին կրճատել հաշվի տարբերությունը, բայց հիմա արդեն հանդիպան հաշիվը հավասար է վերջին 2 րոպեներն են մնացել հանդիպան ավարտին ու տեսնենք դա ինչ կտա երկու թիմերին էլ հիմա Այաքսը իհարկե կփորձի գնալ առաջ ու կրկին ետ բերել կորցրածը, բայց հոգեբանական առավելություն իհարկե հիմա ունի խաղադաշտում Նապոլին որը կփորձեն կարծում եմ Նապոլիի ֆուտբոլիստները վերացել եւս մեկ գնդակի ու հեռանալ խաղադաշտից հաղթած, բայց պետք չէ մոռանալ, որ դիմացի թիմը իհարկե Այաքսն է, ով հենց այնպես պարզապես գնդակներ բաց չի թողնում կամ նվերն է տալիս մրցակցին։ Հիմա Իսկանդարյանը հեռացեց գնդակը եզրային նետում կտեսնենք։ Պողոսյան կատարեց եզրային նետումը, բայց այստեղ Հարություն Իսկանդարյանը լավ պաշտպանվեց։ Չնայած գնդակը հենց իրենից էլ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Կա փոխանցումը, այստեղ Արաբյանն է պայքարում գնդակի համար ու խախտում խաղի կանոնները։ Բունյաթյան ուժեղ հարվածով գնդակը մտցնում է խաղի մեջ, Բունյաթյանը շատ լավ փոխանցում ստացեց Զալիբեկյանի ուղղությամբ, հարված ու Այաքսը խփում է 4 գնդակը հետրիկ է գրացում Զալիբեկյանին անվան դիմաց 4-3։ 4-3 իսկապես գեղեցիկ գրո եզրափակում ու հանդիպան վերջնամաս ենք ունենում պատվական Զալիբեկյանն էլ շատ գեղեցիկ կերպով ավարտին հասցրեց Բունյաթյանի կատարած այս փոխանցումը հետրիկ գրանցելով իր անվան դիմաց։ Հիմա տեսնենք վերջին գրոներից մեկն է ձեռնարկում Նապոլին, տեսնենք դա ինչ կտա Նապոլիի ֆուտբոլիստերին ծանր է իհարկե 3-1 հաշվից 2 րոպեում 3 գնդակ խփելու հաջորդ գրոյի ժամանակ անմիջապես բաց թողնել 4 գնդակը եզրային նետում կիրասնի Նապոլին Միլան Գրիգորյան թիկունքից չկար արդյոք խաղի կանոնների խախտում ոչ հիմա Հովանեսյանն է Կլեկչյանի դեմ դուրս գալիս ու ստիպում է մրցակցի դարպասապային սխալվել այստեղ եզրից կնետի Այաքսը Խորեն Հովանեսյան ուղարկեց գնդակը Ավետիսյանին ստացավ պատասխան փոխանցումը Հովանեսյանը շրջվեց Խորեն Հովանեսյանը հարվածեց դարպասի ուղղությամբ ու կրկին բարձր ստացվեց Խորեն Հովանեսյանի հարվածը եւ վերջ իսկապես սա բարություններ երկու թիմերին էլ այս գոլ առատ ու հետաքրքիր հանդիպան համար բայց խաղադաշտը լքում են Այաքսի ֆուտբոլիստները տանելով դիմակայության առաջին հաղթանակ այս երկու թիմերի միջև 4-3 հաշվով Այս հանդիպան համար նախատեսել էինք այսքանը խաղային օրը նույնպես մեզ մոտ ավարտված է շնորհակալություն որ մեծ հետ եք բարի գիշեր ու ամենայն բարի